Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ վստահելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վերաբերմունքը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Շաքար ունեցող տղամարդու մոտ կարող է լինել խնդիր կապված շուտ հանգստանալու հետ եւ դրան բուժում կա, թե ոչ։ Ինչպես եւ մնացած դեպքերում, այս անգամ եւս կհորդորեմ ու խնդրեմ մեր հարցատուներին հարցերը գրելիս անպայման նշել տարիքը եւ զուգակցող հիվանդությունները։ Շաքարային դիաբետը ժամանակի ընթացքում իհարկե ունենում է բացասական ազդեցություն եւ սեռական եւ վերարտադրողական առողջության վրա եւ հաշվի առնելով գանգատը, մասնավորապես շուտ հանգստանալը, իսկ մասնագիտական տերմինաբանությամբ դա կոչվում է վաղաժամ սերմնաժայթքում, պետք է ասել, որ դա հաճախ նկատվող խնդիր է, երբ շաքարային դիաբետը կոմպենսացված չէ։ Բանն այն է, որ շաքարային դիաբետի ժամանակ, երբ այն չի ենթարկվում կարգավորման, սեռական հորմոնները իհարկե սկսում են այս դեպքում տուժել, խանգարվել եւ տղամարդու մոտ սկսում են ի հայտ գալ տարբեր տեսակի սեռական խնդիրներ։ Դրանցից մեկը հենց վաղաժամ սերմնաժայթքումն է, որը ժամանակի ընթացքում սկսում է ավելի սրվել, այսինքն տղամարդը նկատում է, որ ակտը գնալով սկսում է կարճանալ։ Դրան է գումարվում նաև սեռական թուլությունը, որովհետև շաքարային դիաբետի ժամանակ, խոսքը բարդությունների մասին է, նկատվում է նեյրոանգիոպաթիաներ, այսինքն նյարդային եւ անոթային ախտահարումներ, որի արդյունքում տուժում է իմպուլսի փոխանցումը սեռական օրգաններին, խոսքը նյարդային իմպուլսի մասին է, նյարդային ազդակները դանդաղ են փոխանցվում եւ փաստորեն տղամարդը լիարժեք չի ստանում անհրաժեշտ նյարդային իմպուլսներ, որպեսզի լիարժեք գրգռվի։ Նվազում է նաև սեռական ցանկությունը եւ ժամանակի ընթացքում այս բոլոր գանգատները սկսում են մեկը մյուսին հերթագայել, հաջորդել։ Եթե տղամարդը չի ստանում համապատասխան բուժում էնդոկրինոլոգի կողմից նշանակված, խնդիրները այսճանաբար ավելի կարող են խորանալ եւ նույնիսկ նկատվում է արդեն սեռական ցանկության իսպառ կորուստ։ Խնդիրը լուծելի է, մենք բազմաթիվ պացիենտներ ունենք, ովքեր ունեն շաքարային դիաբետ, բայց հետևելով իհարկե շաքարի մակարդակին, գլյուկոզայի մակարդակին եւ ոչ միայն կարողանում են ապրել նորմալ սեռական կյանքով։ Ինչ է պետք անել այս պարագայում։ Իհարկե առաջին հերթին կարգավորել շաքարի եւ ոչ միայն շաքարի մակարդակը, ուշադրություն դարձնել մյուս ցուցիչների վրա եւս։ Կարգավորել տեստոստերոնի մակարդակը, որովհետև շաքարային դիաբետի դեպքում նվազում է տեստոստերոնը եւ այս պարագայում մենք նշանակում ենք հատուկ սպეციფიկ բուժում, որը ուղղված է հենց շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին տեստոստերոնի մակարդակը բարձրացնելու եւ դրանից զատ նաեւ սեռական ակտի տևողությունը կարգավորելու։ Տեստոստերոնի մակարդակը կարգավորելով շտկվում է եւ էրեկցիան եւ ակտի տևողությունը եւ դրան զուգահեռ նաեւ նշանակվում են դեղամիջոցներ, որոնք կարգավորում են սեռական ակտի տևողությունը։ Այստեղ նաեւ ուզում եմ նշել կանանց դերակատարումը, որովհետեւ կանայք նույնպես մեծ դեր ունեն այս հարցում։ Սիրելի կանայք, հոգատար եղեք ձեր ամուսինների նկատմամբ, որովհետև շաքարային դիաբետի պարագայում տղամարդկանց ինքնագնահատականը շատ դեպքերում նվազում է, նրանք իրենց զգում են ոչ լիարժեք, եւ այս դեպքում իհարկե կնոջ օգնությունը, մասնավորապես ոգևորումը, շատ բանում կարող է օգտակար լինել, մասնավորապես ժամանակին բժշկին դիմելու եւ խնդիրները լուծելու։ Կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ բժիշկ, 24 տարեկան եմ եւ նոր եմ սկսել ապրել սեռական կյանքով։ Սեռական հարաբերության ժամանակ ինձ մոտ սեկրետն այնքան շատ է արտադրվում, որ ոչ ես, ոչ էլ զուգընկերս միմյանց չենք զգում։ Ես էլ օրգազմի չեմ հասնում։ Ինչպես կարող եմ կարգավորել այդ հարցը։ Սեկրետ ասելով, շատերը նկատի ունեն այն արտազատուկը, որը նկատվում է սեռական գրգռման ժամանակ։ Կանայք գրգռման փուլում ունենում են սեկրեցիա, որը արտահայտվում է հենց խոնավեցմամբ եւ որքան շատ է գրգռման փուլը, այնքան կարող է արտազատուկը շատանալ։ Բայց որոշ դեպքերում, երբ օրինակ լինում են բորբոքային պրոցեսներ կամ սնկային, որոնք ժամանակի ընթացքում չեն հայտնաբերվել եւ չեն բուժվել, գրգռման դեպքում սեկրեցիան, այսինքն արտազատուկը կարող է բավականին շատ լինել, որը փաստորեն խանգարում է, խոչընդոտ է հանդիսանում եւ հարաբերության ժամանակ տուժում է շփման մակերեսը, սեռական օրգանների շփումը նվազելով բերում է նրան, որ կինը օրգազմի չի հասնում, տղամարդն էլ հաճույք չի ստանում։ Ինչ պետք է անել։ Հետազոտվել, պարզել,
կա արդյոք բորբոքում թե ոչ, որպես կանոն մեծ մաս դեպքերում հիմքում ընկած է ժամանակին չհայտնաբերված սնկային ախտահարումը կամ բորբոքումը կամ չի բացառում նաև սեռավարակը։ Եթե խնդիրները հայտնաբերվում են, կատարվում է հակաբորբոքային բուժում, որից հետո արտազատուկի քանակը սկսում է քչանալ եւ զույգը արդեն կարող է ունենալ նորմալ սովորական սեռական հարաբերություններ, որի արդյունքում արդեն կինը հասնում է օրգազմի։ Կարող է նաև արտազատուկը շատանալ բոլոր այն դեպքերում, երբ փաղաքշանքների փուլը այնքան երկար է, որ արտազատուկի քանակը նորմայից ավելանում է, ինչը խոչընդոտ է դառնում սեռական հարաբերության համար։ Ինչ պետք է անել նման դեպքերում։ Մի քիչ կրճատել փաղաքշանքների փուլը եւ նաեւ ուշադրություն դարձնել ինտենսիվությանը, այսինքն փաղաքշանքներն ու շոյանքները կատարել ոչ կոպտորեն, որովհետեւ դրանից նույնպես կախված է արտազատուկի քանակը եւ ծավալը։ Հաշվի առնելով այս խորհուրդները, վստահ եմ ժամանակի ընթացքում խնդիրը իհարկե կկարգավորվի եւ զույգը կսկսի ապրել լիարժեք սեռական կյանքով։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Մենք իհարկե խոսում ենք սեռական կրթության մասին, բայց կրթությունը հավասարապես կարևոր է բոլոր ոլորտներում։ Էլբակյան կրթահամալիրը գործում է արդեն 7 տարի։ Այստեղ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն կիրառելի ու ժամանակակից գիտելիքներ, այլև անհատական մոտեցում ու մշտական աջակցություն դասախոսների կողմից։ Օգտվեք առաջին անվճար դասի հնարավորությունից եւ եկեք Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Կրթությունը լավագույն ներդրումն է մեր կյանքում։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել 094 88 88 44 հեռախոսահամարով։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք մեզ, մենք աշխատում ենք անպատասխան չթողնել ոչ մի հարց։ Մեկնաբանեք մեր թողարկումները, մեզ համար անչափ կարևոր են ձեր կարծիքները եւ շնորհակալություն մեզ վստահելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ։